Պարոն Հովհաննիսյան, ներողություն, ձեզ մեղադրում են շատերը ԲՀԿ-ի ձայներ գողանալ մեջ եւ ձեզ ասում են ձայների գող։ Մանդատագողության մեջ են ձեզ մեղադրում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, կարող են բազմաթիվ վիավորանքներ հնչեցնել։ Հիմա ես ուզում եմ ձեր մղումը հասկանալ։ Վիավորանքները հնչեցնելու ձեր մղումը հասկանալ։ Հիմա որովհետև հարգելի լրագրողներ, ոչ, հարգելի լրագրողներ, ես հիմի եկեք չմոռանանք, որ ես ժամանակին ձեր կարգավիճակում եմ եղել։ Հիմա դուք այդ հարցը հնչեցնելով, ընդամենը դուք եք ինձ փորձում վիավորել, որովհետև այնինչ որ մարդիկ, այսպես ասեմ, չգիտեմ, մարդիկ ասենք սոցցանցերում կգրեն կամ քաղաքական գործիչները իրենց հայտարարություններին կանեն, ով կանի, ես, եթե անհրաժեշտ համարեմ, իրենց կարձագանքեմ։ Դուք դա վիավորանքը հարցի վերածելով ընդամենը դուք եք արդեն հանդես գալիս վիավորողի դերում։ Եվ ես պիտի պարոն լսեք, հարց եք տալիս պատասխանում այս դեպքում էլ նաև ինչ-որ չափով նաև ձեզ է վերաբերում, որովհետև դուք էլ այդ նման վիավորանքները հարցերի մեջ դնելու բնավորություն ունեք։ Ես պիտի ձեզ ուղղակի հորդորեմ, որ զերծ մնացեք, որովհետև այդպես դուք անկեղծ ասած լրագրողի վեհ մասնագիտություն եք։ Ես 20 տարի լրագրող եմ եղել, ես հպարտ եմ իմ այդ 20 տարվա փորձով, ես դա համարում եմ իմ կենսագրության ամենապայծառ շրջաններից մեկը եւ ձեզ ուղղակի խնդրում եմ այդ մասնագիտությունը ոտատակ չտալ զուտ քաղաքական ինչ-որ շահ սպասարկելով։ Խնդրանքս դա է, կարող եք խնդրանքս մի զուգահեռ մի խոսեք, ավարտեմ, հետո էլի նորից արտահայտվեք, հարց չկա։ Խնդրանքս կարող եք խնդրանքս հարգել եւ չանել, կարող եք խնդրանքս անտեսել եւ շարունակել այն, ինչ որ անում եք, դա ձեր գործն է։ Ես ուղղակի իմ խնդրանքը զուտ որպես նախկին լրագրող, ասում եմ, այն մանդատը, որ ես ունեցել եմ լրագրողի, ես հարգում եմ ու խնդրում եմ, որ դուք էլ ձեր գործունեությամբ ուղղակի լրագրողի մասնագիտությունը չնսեմացնեք։